Ցանկացած զորահանդես հաշվետվություն է սեփական ժողովրդին եւ մեսիջը հակառակորդներին, հենց այս ենթատեքստում է կարևոր տեղի ունեցած զորահանդեսը։ Չնայած հիմա պատերազմի թեման օրակարգում չէ, այդուհանդերձ զորահանդեսը հենց պատերազմի մասին է։ Հակառակորդի դերում էլ Ադրբեջանն է։ Ներկայացված զինանոցի առանձնահատկությունները հետաքրքիր են հենց Ադրբեջանին դիմակայելու տեսանկյունից։ Իհր ինքնագնաց հրետանային կայանները հագեցած են իներցիոն նավիգացիոն համակարգերով, բալիստիկ համակարգչով եւ արկի սկզբնական արագության չափման ռադարով։ Մեր հավանական կամ իրական հակառակորդի նույն զինատեսակների պարամետրերը պետք է գնահատվի, որովհետեւ մենք հասկանանք առավելությունը մեր թե նրանց, մեկ, երկրորդ, այդ զինատեսակների մարտու դաշտում փորձված լինելու հանգամանք։ Սա ամենակարևոր։ Ցանկացած պատերազմի ժամանակ նոր զինատեսակները անցնում են լուրջ փորձություն։ Զորահանդեսի ընթացքում ներկայացված այդ թվում հնդկական զինատեսակներին վերագրվել էին հայկական հեթանոսական աստվածների անուններ, այնպես որ սովորական քաղաքացուն այդքան էլ պարզ չէ, թե իրականում ցուցադրվողը որ երկրի արտադրանքն է եւ ինչ հատկանիշներ ունի։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի հնդկական մոբիլ հրետանին, որն առայժմ չի կիրառվել պատերազմներում, բայց ենթադրվում է, որ կարող է կատարել մարտական խնդիրները։ Շանթ համազարգային կրակի ռեակտիվ համալիրն առանձնանում է իր մեծ խոցման հզորությամբ, բարձր ճշգրտությամբ եւ պայմանական սպառնալիքներին արագ արձագանքման հնարավորություններով։ Զորահանդեսի ընթացքում ցուցադրվեցին հայրենական արտադրության ԱԹՍ-ները եւս, որոնց մասին արդեն մի քանի տարի խոսվում է։ Մասնագետների կարծիքով դրանց շրջանում կան օրինակներ, որոնք ունեն մեծ հեռահարություն եւ տեսականորեն կարող են լուրջ խնդիր դառնալ հակառակորդի համար։ Ներկայացնում ենք հայրենական արտադրության Aerodynamics ընկերության մեհու 5 անօդաչու թռչող սարքը։ Հրապարակում է հայրենական արտադրության DEV 3.1-ը, որն ի տարբերություն DEV 1.1-ի նախատեսված է վերգետնյա ստացիոնար նշանակետերը խոցելու համար։ Օրինակ ես անօդաչուների պահով, որ պարամետրեր նշում էի ինձ մոտ, աղեղը եւ այդ որոտ երկուսը սրանք էին, որ որոշակի առումով բարձրությունը, հեռավորությունը, շարավիղը որքան ժամանակ երկնքում կարող է աշխատել։ Այս երկուսը այնքնին ցուցիչներ են, բայց այդ ամեն ինչը պետք է գնահատվի հակառակորդի հետ համեմատելով։ Հայկական բանակի համար կարևորագույն խնդիր մնում է գերակայությունը օդում։ Պակիստանից գնված ադրբեջանական կործանիչներն այդ տեսանկյունից լուրջ մարտահրավեր են մեզ համար։ Միակ գործիքը, որը կարող է դիմակայել այդ ուժին, ստուգված հակաօդային պաշտպանության համակարգերն են։ Զորահանդեսի ընթացքում ցուցադրվեցին ռուսական Թոր 2 եւ ՌԵՊ համակարգերը, որոնք ձեռք են բերվել տարիներ առաջ եւ որոնք էլ հենց պաշտպանում են մեր օդը։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Google Maps-ում հայկական Տիգրանաշենի անունն այլևս չկա, անհետացել է։ Քարտեզում նախկինում եւ հայատար Տիգրանաշեն ներգրված եւ ադրբեջանական անվանումով տեղանունը, հիմա միայն ադրբեջանական տեղանունն է։ Տիգրանաշենի տեղը Google Maps-ում գրած է քյարքի ու սենց մի հատ կվադրատ է դրած շուրջը։ Այսինքն դա մերը չի այլևս։ Մեր ստրատեգիական ճանապարհը Երևանից դեպի Սյունիք գնացող հիմա մենք այլևս չունենք, գտնվում է ադրբեջանցիների ձեռքում։ Ըստ քարտեզագիրների փոփոխությունը քարտեզում կարող էր կատարված լինել միայն համապատասխան պետական կառույցներից ստացված տվյալների արդյունքում։ Ադրբեջանցին վերցնում է Google Map-ը վերցնում է։ Վրան ավելացնում է ադրբեջանական իր անունը, անգլերենը ճնջում ադրբեջանական անունն է դնում հայկականը, դա հետո ցույց է տպում այրացերտերում Google Map-ը էդի չի արել։ Արցախի քարտեզում էլ հայատար Ստեփանակերտն էր գրված։ Հիմա միայն ադրբեջանական անվանումն է մնացել։ 3 տարի է Ադրբեջանն օկուպացրել է Արցախը։ Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրի շուրջ տարածված տեղեկությունների Google Map-ի տեղանունների մտահոգիչ փոփոխություններին Նիկոլ Փաշինյանը արձագանքել է։ Google-ում որևէ անուն է փոխվել, Google-ի գոյության ողջ ընթացքում այդ անունը եղել է այդտեղ։ Սկսենք այդտեղից ողջ ընթացքում։ Այսինքն Google Maps-ը կամ Google Earth-ը ինչքան գոյություն ունեցել է, անունը այդտեղ է եղել։ Այլ բան, որ ոմանք նոր են նկատել դրան մասին։ Ինչու՞ ազդեցիք Տիգրանաշենին։ Տիգրանաշենի հնաբնակներն ու տարեցներն ավելի լավ գիտեն Արարատի մարզում միշտ հայկականն է եղել։ Դա կարող են վկայել նաև հնագետները փաստերով։ Հայկականն է եղել։ Ստեղի գյուղը հայեր են ապրել, ճանապարհ են քալլու, մենակ քարերը կա։ Ընդեղ են ապրել, հայերն են դե ապրել։ Այնտեղ ձորում գյուղատեղիներ կան, խաչքարեր կան եւ այլն, որոնք խոսում են 12-13-րդ դարերի, որոնք խոսում են այդ տարածքներում ապրած խաչքարը հայ ժողով, խաչքարը միայն հայկական, դուք
դուրս եկակ հայկական մշակույթի տարածույթից, այդ սահմանը խաչքար չկա։ Փաշինյանն ասում է, Տիգրանաշենի հարցը պետք է լուծվի սահմանազատման արդյունքում։ Փաշինյանը նախկինում հայտնել է նաև անկլավների փոխանակման հնարավոր տարբերակների մասին հանրաքվեով։ Որևէ մեկը չի կարող այդ սցենարի գնալ առանց Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքի արտահայտման։ Ես ուզում եմ, եթե խոսքը գնա դրա մասին, եթե խոսք գնա տարածքի փոխանակման մասին, դա հստակ է, որ առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դիրքորոշման դա հնարավոր չէ անել։ Իսկ եթե Տիգրանաշենից տեղահանություն եւս լինի, ինչպես Կիրանցի դեպքում էր, ուր են տեղափոխվելու ապրելու տիգրանաշենցիները։ Մարզպետարանից Պարուր Սևակ խոշորացված համայնքից, որի մեջ է մտնում նաև Տիգրանաշենը, հայտնեցին, որ տիգրանաշենցիները հնարավոր տեղահանման դեպքում բնակարանով ապահովելու ընդունված պաշտոնական որոշում դեռ չկա։ 40 տնտեսություն է, էլի։ Այն կարգավիճակը, որ ժողովրդի հետ կապված ունեցել ենք, նույն կարգավիճակով շարունակում է մնալ։ Ինչ որ նորություն ասված ոչ մի բան չկա, որ դեզի ասենք ասել։ Տիգրանաշենը անկլավ չէ, այն պատմական հայկական գյուղ է, որն ունեցել է Քարքի անունը։ Տիգրանաշենցիները չեն պատրաստվում լքել հարազատ գյուղը։ Ասում են, հարկ եղած դեպքում կկանգնեն զինվորի կողքին ու կռիվ կտան իրենց հողի համար։ Գիտակցում են Տիգրանաշենի կարևոր դերն ու նշանակությունը։ Եթե գյուղը հանձնեն, Սյունիքն ու Վայոց ձորը կվտանգվեն։ Ավելին, Երևանը Իրանին կապող միջպետական նայրուղու մի հատվածի վերահսկողությունը մեկընդվիշտ կանցնի Ադրբեջանին։ Ինչ ճակատագրի կարժանանա հայկական Տիգրանաշենը, քաղաքագետներն ու փորձագետները միայն մի հարցով են համոզված. եթե այն անցավ ադրբեջանական տիրապետության տակ, Տիգրանաշենի հանձնումը Սյունիքի ու Վայոց ձորի մահավճիռը կդառնա։ Պաշտպանության նախարարը ներկայացրել է զինված ուժերի նոր զինանշանը, նշելով, որ հինը ունեցել է հերալդիկ եւ գաղափարական թերություններ։ Նոր տարբերակում արծիվը պատկերված է ամբողջական եւ մարտական դիրքով, ուժի ու պատրաստակամության խորհրդով։ Նրա հետևում արևը։ Վահանի վրա տեղադրված են արևախաչ եւ սերնահատիկի պատկերները, իսկ վերևում եռագույնն ու քարտեզը, որոնք ընդգծում են բանակի դերը պետության ու պաշտպանության գործում։ Պաշտպան հայրենիաց ծրագրով պայմանագրային ծառայություն անցնող զինծառայողների համար սահմանվել են նոր պատվովճարներ։ Պաշտպան հայրենիաց ծրագրով ծառայություն անցնող զինծառայողները, որոնց առաջին պայմանագրի ժամկետը լրացել է, նոր պայմանագիր կնքելու դեպքում կստանան պատվովճար։ 2 տարի ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում նախատեսվում է 1.5 միլիոն դրամի չափով պատվովճար, իսկ 5 տարի ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում 5 միլիոն դրամի չափով։ Վարորդական իրավունքից զրկված անձանց վարորդական իրավունքի վերականգնման կարգը կփոխվի։ 1 տարվա զրկման ժամկետը լրանալուց հետո վարորդը կարող է առանց քննություն հանձնելու վերականգնել իրավունքը միայն 1 անգամ, վճարելով 50,000 դրամ պետական տուրք։ Վերականգնելուց հետո սահմանվում է 1 տարի փորձաշրջան եւ սովորական 13 բալի փոխարեն վարորդին տրվում է ընդամենը 6 բալ։ Եթե այդ 6 բալը սպառվի, վարորդը միանգամից նորից կզրկվի վարելու իրավունքից 1 տարով։ Եթե անձը զրկվում է երկրորդ կամ հաջորդ անգամ, ապա վերականգնումը հնարավոր է բացառապես քննություններ հանձնելու միջոցով։ Առանց քննության 50,000 դրամով եւ 6 բալով վերականգնումից կարող են օգտվել նաեւ այն անձինք, ովքեր վարորդական իրավունքից զրկվել են 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2026 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Մենք ոչ թե պարզապես турքի դիմաց տալու ենք վարորդական վկայականները, այլ պահպանում ենք գործող պատժողական ժամկետը, որը մի տարին է, այսինքն զրկումից հետո մի տարի անձը իրավունք չունի վարել տրանսպորտային միջոցը։ Դրանից հետո խիստ սահմանափակ տուգանային բալային միավորներով պետությունը վերականգնում է իրավունքը եւ պայմանականորեն, եթե մի անգամ հարբած վիճակում վարեց եւ 1-2 փոքր խախտումներ ունեցավ, 6 բալը սպառվում է, որպեսզի սա էլ նաեւ պարզ լինի։ Ակտիվացել են +63, +212 միջազգային կոդերով կեղծ զանգերն ու SMS, iMessage, RCS, ֆիշինգային հաղորդագրությունները։ Զեղծարարները ներկայանալով որպես կապի օպերատորի աշխատակիցներ ինտերնետի որակը բարելավելու կամ 5G ակտիվացնելու պատրվակով առաջարկում են փոխել հեռախոսի կարգավորումները եւ հավելվածներ ներբեռնել։ Կենտրոնական բանկը հիշեցնում է, որ որևէ օպերատոր կամ բանկ նման պահանջ երբեք չի ներկայացնում եւ կոչ է անում չարձագանքել անծանոթ համարներին, չանցնել կասկածելի հղումներով, ոչ մեկին չհայտնել անձնական ու բանկային տվյալներ, գաղտնաբառեր, իսկ նման համարները անմիջապես արգելափակել եւ նշել որպես սպամ։
Հայաստանում մթնոլորտային օդի պահպանության ոլորտում իրականացվում են համակարգային բարեփոխումներ, միջազգային չափանիշներին համապատասխան կառավարման համակարգ ձևավորելու նպատակով։ Այս մասին հայտարարել են շրջակա միջավայրի նախարարությունից։ Հանրապետության տարածքը համալրվում է ժամանակակից դիտակայաններով, որոնք ապահովելու են օդի որակի փոփոխությունների վերաբերյալ տվյալների հասանելիությունն ու թափանցիկությունը իրական ժամանակում։ Խստացվել են պահանջները շինարարական եւ հանքարդյունաբերական ոլորտներում գործող կազմակերպությունների նկատմամբ, սահմանվել են փոշու արտանետումների նվազեցման ուղղված պարտադիր կանոններ, որոնց չկատարման դեպքում գործելու են պատասխանատվության հստակ իրավական մեխանիզմներ։ Մայիսի 25-ին Մարգարե Վանաձոր ճանապարհին Երնջատապ գյուղի խաչմերուկում բախվել են 61-ամյա Տիգրանի կցորդիչով բեռնատարը եւ 31-ամյա Արմանի Ֆորդ բեռնատարը, որից հետո կցորդիչով բեռնատարի վարորդը դիմել է փախուստի։ Ֆորդի վարորդն ու նրա 4-ամյա ուղևորը վնասվածքներով տեղափոխվել են Ապարան բժշկական կենտրոն։ Մինչ քնչական խումբը դեպքի վայր կժամաներ, Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները Շողակն բնակավայրում հայտնաբերել են վթարի մասնակից ու դեպքի վայրից փախուստի դիմաց կցորդիչով բեռնատարն ու վարորդին։ Բախման վայրից մոտ 4.5 կիլոմետր հեռավորության վրա են ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի բարեկները, գումարտակի հրամանատար Արձոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի եւ գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Արգամ Միքայելյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններով պարզել եւ նշված ավտոմեքենան հայտնաբերել են հետևի հատվածում անվադորի անվահեծանի հատվածում արկա է վնասված հետքը։ Մայիսի 25-ին վրայերթ վթար է տեղի ունեցել Մայրաքաղաքում Վաղարշյան Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում ջիպը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել խաչմերուկը, կարգավորող լուսակիրն ու բախվել Էլեկտրասյանը։ 3 հոգի, որոնցից 2-ը վրայերթի ենթարկվածներ են եղել եւ ջիպի ուղևորը վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Հավաքվածները հայտնել են, որ վթարի մեղավորը եղել է Volkswagen-ը։ Պարեկները մեքենան հայտնաբերել են խաչմերուկում, տեղեկությունը ճշտվում է։ Դեպքի վայրեն ժամանել ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի բարեկները, գումարտակի հրամանատար Գոր Արաքելյանի, Վաշտի հրամանատար Գեգամ Եփրեմյանի գլխավորությամբ։ Կոտայքի մարզում Պաշտպանության նախարարության նախկին շենքի մոտ 3 տրանսպորտային միջոց է բախվել, ու մինչև վարորդները սպասում էին ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներին, խցանումը կիլոմետրերի է հասել։ Պարեկներն են օպերատիվ եղել, ի վերջո վթարը ձևակերպել են ու երթևեկությունը վերականգնել։ Վթարն է, տեսնում եք, լավ է, մարդու բան չի եղել։ Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում Նալբանդյան նոր Արտագերս գյուղամիջյան ճանապարհին հրդեհ է բռնկվել 26-ամյա Գարիկին պատկանող ՎԱԶ 21703-ում։ Բարեբախտաբար տուժածներ չկան, կրակի դեմ պայքարել են վարորդը ու քաղաքացիները, հետո էլ ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն մեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։